փրկությունը ավելի լայն իմաստ ունի, քան որ ասենք մենք արտահայտում ենք, սակայն փրկության թեմայի մեջ տարբեր թեմաներ են մտնում, որ այդ շուրջ խոսելուց մենք ոնց ասած տեսնում ենք փրկության տարբեր կողմերը կամ տարբեր դետալները, միջոցները։ Օրինակ փրկության մեջ օգտագործվել է Աստծո շնորհքը, փրկության մեջ կա Աստծո կանչը, մենք ասել ենք ապաշխարության շնորհքը կա Աստված, որ տվել է, հավատք, վերստին ծննդյան գործ կա, որ Տերը դա կատարում է, որպեսզի մեզ հասցնի փրկության։ Նոր շարունակում է, որոնց է նաև արդարացումը, որդեգրությունը, սրբացումը, փառավորումը, Քրիստոսի հետ մեկացումը։ Այսինքն հնարավոր չի մենք մեզ տեսնենք փրկված, բայց առանց օրինակ արդարացման, փրկված կամ առանց սրբացման, կամ Քրիստոսի հետ մեկացման եւ այլ, առանց հավատքի, առանց շնորհքի։ Դրա համար այս 10 թեմաները պատկանում են, ասենց ասած, փրկություն թեմային։ Մենք փրկության մասին խոսեցինք, հիմա մենք կանցնենք շնորհք թեմային։ Շնորհք ինչ է նշանակում։ Նշանակում է շնորհված բարիք, այսինքն քո տված բարիքը ձրի է, նվեր է, այսինքն կապ չունի դիմացինի արժանիքների հետ կամ գործի հետ, աշխատանքից չի։ Երբ որ դու մեկի շնորհ ես անում, դա վարձ չի։ Վարձը սա է, որ մեկը մի բան արել է, աշխատել է կամ ինչ-որ մի պատճառով ինքը արժանի է վարձատրման, սակայն շնորհքը այդպես չի։ Սուրբ գրքում շնորհք արտահայտությունը 3 իմաստով է օգտագործված, օրինակ շնորհք օրհնելու եւ ցանկանալու նպատակով, շնորհք վիճակի եւ ծառայության հետ կապված, առանձին կնայենք իհարկե, եւ երրորդը շնորհք, որը վերաբերում է կոնկրետ հավիտենական փրկությանը։ Առաջինը կնայենք շնորհք օրհնելու եւ ցանկանալու նպատակով։ Այս նպատակով օգտագործված շնորհք արտահայտությունը Սուրբ գրքում օգտագործվել է մարդկանց կողմից, երբ իրար օրհնել ու ցանկացել են։ Այսինքն մարդիկ իրար ցանկացել են, օրինակ Պողոս առաքյալը շատ տեղերում ասում է շնորհք ձեզ եւ խաղաղություն, այսինքն կարելի ասել ոչ ուղղակի աղոթք է սա, որ այդ մարդը խնդրում է Աստծուց, որ Աստված ձեզ շնորհ անի եւ ձեզ խաղաղության մեջ պահի։ Թե այդտեղ աղոթքի ձևով չի հնչում, օրինակ չի հնչում Պողոսը, որ ասած լինի Տեր Աստված շնորհ կարա, բարիքներ արա այս ժողովրդին, սակայն երբ որ ցանկանում է, նման այս խոսքի, որ ասում ենք Աստված քեզ պահի, այսինքն սա էլ ոչ ուղղակի աղոթք է, չէ՞, մեր խնդրվածքն է, որ Աստված քեզ պահի, նմանապես այդ ցանկությունը, օրինակ սրանք օգտագործվել են հիմնականում առաքելական թղթերի սկզբում եւ վերջում հիմնականում, օրինակ Հռոմեացիների 1:7-ում եւ 16:20-ում գրված են. Ձեզ ամենիդ, որ հռոմում եք Աստծո սիրելիներիդ, կանչված սուրբերիդ, շնորհք լինի ձեզ եւ խաղաղություն Աստծուց, մեր Հորից եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Այսինքն նաեւ ցույց է տալիս ինչ շնորհք է ուզում, ումից է ուզում ձեզ։ Աստված Հորից եւ Տեր Հիսուս Քրիստոսից, այսինքն Աստված ձեզ նվեր տա, բարիք անի։ Նաեւ 16:20-ում, երբ որ կարդում ենք նույն թղթի վերջում, որ Աստծո ծառան օրհնում է, այսպես ասում. Եվ խաղաղության Աստվածը, ասում է, խորտակի սատանայի ձեր ոտքերի տակ շուտով, մեր Տեր Հիսուս Քրիստոս շնորհքը ձեզ հետ լինի, ամեն։ Տիրոջ զավակների թշնամին, ինչպես որ այստեղ նշվեց սատանան, ասում է շուտով Աստված թող խորտակի ձեր ոտքերի տակ։ Այսինքն նա այնպեսի մեկը չի, որ կարծես թե գործ չունենաս նրանից, ասում թող ինքը իր ճամփով իբր մեկ։ Ոչ, նա ձեր հետևից ընկած եւ ուզում է վնասել։ Դրա համար քանի որ ինքն է այդ ճանապարհը ընտրել, Աստված էլ դրել է առաքյալի սրտում, որ նա այդ ձեր հետևից ընկած թշնամին թող պարտվի։ Դուք հաղթական դուրս գաք։ Այդ իմաստով։ Եվ ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ, այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսի բարիքները, նվերները ձեզ լինի։ Նմանապես, եթե մենք մտածենք, որ մեր ձեռքով մի բան վաստակենք, դա Աստծո նվերների հետ համատած շատ քիչ է։ Պատկերացրեք, որ ձեր երեխան ինքը ինչ-որ գործ անի տան մեջ եւ դրա պատճառով դու այդ աշխատանքը գնահատես, վարձ տաս։ Չեմ կարծում այդ վարձը ավելի մեծ լինի, քան որ ամբողջ կյանքում դու նրան պահում ես։ Շնորհ ես անում, չէ՞։ Հագցնում ես, կերցնում ես, ամեն ինչ ջուրը, հացը, ամեն ինչ քո հաշվին է, տեղը, ամեն ինչ։
Այսինքն շնորհը միշտ առավել է, առատ է, քան մարդու աշխատանքը, աշխատավարձը։ Նաև առաջին կոնտակտների մեկի երեկում եւ շատ տեղերում, որ առաքյալը օրհնում է հավատացյալներին, շնորհք է ցանկանում նրանց։ Եթե մարդը չի հավատում, չի էլ ստանա, բայց եթե հավատում է, կստանա։ Օրինակ Իսահակի օրհնություն հիշում եք, որ պետք է աներ անդրանիկության օրհնությունը կատարեր եւ Հակոբը եկավ ստացավ, հիմա միջոցները ճանապարհներն ու պատճառը չեմ ասում ինչու, սակայն ասում է Եսավը եկավ եւ լաց է լինում, ասում է ինձ էլ օրհնիր, բայց ասում է միթե չմնաց օրհնություն, ասում է չէ։ Այդ անդրանիկության օրհնությունը տվեցի քո եղբորը։ Այսինքն նա խոսքով օրհնեց Աստծո անունով եւ մարդիկ հավատում են, որ դա կատարվող օրհնություն է, այսինքն պետք է կատարվի, ստացվող է։ Թե մարդը բերանով էր ասում, բայց Աստված իշխանություն էր տվել իր սուրբերին, որ նրանց բերանի խոսքը կատարվի եւ Աստված ինքը հանձն էր առել, որ իր սուրբերի օրհնությունը կատարի։ Եթե առաքյալը օրհնում է, սա կատարվող օրհնություն է։ Այսինքն մարդը սրան էլ պետք է հավատքով նայի, որ Աստված թույլ է տվել եւ առաքյալը հենց օդի միջից չէր խոսում, նա Աստծո կամքի համեմատ էր օրհնում։ Այսինքն նա փուչ օրհնություն չէր տալիս, այլ գիտեր կատարվող է։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, առաքյալի նման մեկը Աստծո ծառաներից մեկը մեզ օրհնում էր։ Նաեւ այս օրհնությունը շատ ժամանակ, որ ուշադրություն դարձնենք, ոչ թե վերաբերում է միայն տվյալ ժամանակի հավատացյալներին, բայց առաքյալը նաև դա ուղղում է բոլոր հավատացյալներին, ամեն հավատացողներին։ Այնպես որ եթե մենք հավատքով նայենք, այդ օրհնությունը պետք է կատարվի հենց այս օրինակը, որ ուղարկեց իր 12 աշակերտներից, ասում որ տունը որ մտնում եք, ասեք խաղաղություն այս տանը, կամ էլ ուրիշ թարգմանության մեջ ասում է, ասեք բարև այս տանը, կամ ուրիշ ավետարանում, ասեք բարիք այս տանը։ Եվ Տերը ասում է, ով որ ձեզ ընդունի, այդ բարիքը նրանց տան մեջ պիտի հանգչի։ Պետք է իրոք բարիք ստանան։ Կսկսվի նրանց կյանքում օրհնություններ լինել։ Իսկ ով որ չընդունի, ասում է, ձեր տվածը ձեզ հետ դառնա։ Այդ տունը չի օգտվելու։ Պատկերացնում եք, նրանք ոչ մի բան չէին տանում ձեռքով, ասիկն որպես օրհնություն։ Խոսք էին ասում եւ Հիսուսը ինքը, Տեր Հիսուս Քրիստոսը, ինքը երաշխավորել էր, որ ումը ասեք նրանց տանը օրհնություն կլինի եւ անգամ ասում էր ինչ որ կապեք կապած կլինի, ինչ որ արձակեք արձակված կլինի խոսքով։ Նաեւ երկրորդը շնորհք վիճակի եւ ծառայության հետ կապված, այսինքն մարդու վիճակի կամ որևէ էակի վիճակի եւ ծառայության, նրանց ով ինչ ծառայություն է անում։ Այս պարագայում ասում է շնորհք բառը գործածությունը սուրբ գրքում վերաբերում է բարի վիճակին, բնավորությանը կամ ողորմած լինելուն, գթած լինելուն, առանց վիճակին ու արժանինքներին նորից նայելով։ Այսինքն եթե անունը շնորհք է, որ թեմայի մեջ ուզում ես օգտագործիր, դա վարձ չէ, իմանանք, նվեր է։ Առաջին բաժնում ենք նայենք, որ խոսքով օրհնում է եւ զորություն ունի այդ խոսքը, իսկ սակայն այս երկրորդ բաժնում արդեն այդ շնորհքը մարդու վրա է, այսինքն մարդը ստացել է, կարողություն է ստացել եւ դա Աստծո շնորհքից է։ Օրինակ, առաջինը հենց նայենք Աստծուն վերաբերվող հարցում, երկրորդը Աստծո ծառաների եւ նաեւ շնորհք, որ կոչվում է անկրկնելի շնորհք, էլի մարդկանց տրված։ Առաջինը Աստված շնորհալի է։ Այո, կարող ենք ասել շնորհալի է, այսինքն Աստված բարիք անող է։ Նրա ձեռքից գալիս է բարիքներ անել, նվերներ տալ։ Շնորհալի է սա է։ Նա կարողանում է օրհնություններ անել։ Օրինակ, եթե մարդուն ասում է շնորհալի մարդ, նշանակում է նրա ձեռքից շատ բան գալիս է, նա կարողանում է բաներ անել, որ շրջապատել պետք է։ Առավել եւս Աստված, որ ամենամեծ շնորհքներն ու պարգևներն է արել մարդկության եւ ողջ տիեզերքին։ Աստծո շնորհքները որտեղից են գալիս, մենք ասենք, չէ, ինչ բարիքներ որ կա, նա սերն է պատճառ։ Այսինքն նա քաղցր է, ողորմած է, գթած է եւ այլ, սա նա սիրուց է գալիս եւ սիրուց ելնելով է, որ Աստված շնորհ է անում մարդկությանը կամ ողջ տիեզերքին։ Օրինակ, Գործք առաքելոց 17-ի 30-ն եմ ուզում կարդալ ձեզ համար, ասում է, բայց Աստված տգիտության ժամանակներն անտես անելով հիմա մարդկանց պատվիրում է ամեն
տեղ ապաշխարել։ Այսինքն սա շնորհք է, նվեր է։ Աստված, օրինակ, բոլորին այս շնորհք արել, այսինքն իր գթությունից ելնելու հնարավորություն է տվել, որ ասում շնորհալի է, այսինքն այս շնորհքն արել է մարդկանց, այս բարիքն արել է, դե գիտության ժամանակները անտես անելով ամեն տեղ պատվիրում է մարդկանց ապաշխարել։ Այսինքն գիտես ոնց Աստված այդ պարտքերը չի ուզում, չէ՞, մեղքը պարտք է կուտակում Աստծո առջև, այն էլ գիտեք ինչ պարտք, որ մարդը պարտական է դառնում մահով։ Չէ՞ ասում մեղքի վարձքը մահն է, մեղանչեցիր կմեռնես։ Երկրորդ մահի մասին է խոսքը հավիտենական տանջանքի, բայց ասում Աստված անտես է անում իր շնորհքով։ Ոչ թե մեր արժանինքներից ելնելով է այս ողորմությունը անում, այլ իր սիրո պատճառով բարիք է անում, ասենց ասած, չասեք շնորհք է անում, ասենք բարիք է անում։ Եվ պատվիրում է, որ հիմա քեզ հնարավորություն է տրված, որ դու ապաշխարես, ասենք դառնաս Աստծուն եւ հավիտենական կյանքի մեջ հաստատվես։ Ուրեմն նորից մեկ ուրիշ տեղում կարդամ ձեզ համար, Աստծո շնորհքի մասին Հռոմեացիների 2:4-ում նորից գրված է, կամ թե նրա, այսինքն Աստծո քաղցրության առատությունը եւ համբերությունը եւ երկարամտությունը արհամարում ես, տեսեք ինչ ասում, քաղցրության առատություն, համբերություն եւ երկարամտությունը կարելի ասել ավելի խորն է, քան համբերությունը։ Համբերության կատարյալ տեսակը։ Ասում արհամարում ես, ասինքն Աստված քեզ շատ քաղցրություն է ցույց տվել, համբերել է քեզ, երկայնամիտ է եղել, արդյոք արհամարում ես, չես ուզում, որ դու խավարից լույսի գաս։ Շարունակության մեջ ասում է, չգիտենալով, որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում։ Շնորհ է արել։ Կարող էր չէ չհամբերել, հենց քո սխալի օրը, հենց նույն օրը քեզ դատեր։ Մարդիկ հաճախակի հենց տենց են ուզում են շնորհք չլինի Աստծուց, չեն հասկանում, որ ինչ են պահանջում։ Շատ ժամանակ ասպես են ասում. Աստված ինչու մեղավորի նույն րոպեի նույն օրը չի պատժում, որ մարդիկ են վախենան իբրև թե։ Ասում եմ, եթե Աստված նույն պահին մեղանչելու պահին կամ նույն օրը պատժեր մեղավորին, հիմա երկրի վրա մարդ չէր մնացել։ Դրա համար Աստված երկայնամիտ է, շնորհքով Աստված է։ Նա շնորհքը մեզ հնարավորություն է տվել հասկանալու, զղջալու, դառնալու, ապաշխարելու։ Կամ մեկ ուրիշ համար կարդամ Պետրոսի առաջին թուղթ 5:10 խոսքը, որտեղ ասվում է. Եվ ասում է ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչեց իր հավիտենական փառքի մեջ Քրիստոսիսով, ձեզ որ մի քիչ տանջվում եք, կատարյալ անի կամ չաչարում եք, կատարյալ անի հաստատի, զորացնի եւ հիմնի։ Ուշացու դարձում եք այս հատվածը ինչ է անվանում Աստծուն, ամեն տեսակ շնորհքների Աստվածը։ Այսինքն այդպիսի մի բան չկա, որ բարիք կոչվի ու Աստված հանկարծ այդ բարիքը չանի։ Ամեն տեսակ շնորհների Աստվածը, ոչ ուղղակի նորից օրհնության իմաստով, մենք ասեցինք, չէ՞, մարդիկ Աստծո շնորհքը օգտագործում են որպես օրհնության ցանկություն։ Իհարկե, շատ ժամանակ մարդիկ մեկին լավ բան են ցանկանում, ասում են առողջություն եմ քեզ ցանկանում։ Դա կմնա միայն ցանկություն, կատարող չկա, բայց երբ որ Աստծո անունով է դա ներկայացվում, արդեն Աստված է այդ առողջությունը պահողը։ Անկախ մարդու վիճակից Աստված տալիս է բոլորին։ Օրինակ Մատթեոս 5:45-ում այսպիսի բան է գրված, ասում է, որ որդիկ լինեք, Տերը նախ խրատում է Տեր Հիսուսը հավատացյալներին, որ բարի լինեն, լավը լինեն, եւ ասում է դա անելով, որ դուք որդիկ լինեք ձեր հորը, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ծակեցնում է չարի եւ բարիների վրա, եւ անձրևը բերում է արթանների եւ անիրավների վրա։ Այսինքն Աստված բոլորին բարիք է անում։ Օդը, ջուրը, հողը, անձրև, ամեն բարի շնորհք, թեկուզ ուտելու միջոցները, հագնելու ամեն ինչ, տեսնում եք առատությամբ երկիրը լցրել է, հենց սա Աստծո շնորհն է, մարդիկ իրենց վաստակով չեն ձեռք բերել այս երկրագունդը, կամ երկրի վրա բոլոր բարիքները։ Եվ Տերը ասում է, Աստված բարիք է անում թե հավատացյալին, թե անհավատին, շնորհ է անում թե նրանց, թե նրանց։ Եվ ասում է դուք էլ նման եղեք, այսինքն մի քիչ վերևում որ կարդանք, ասում են, եթե դուք ձեզ բարիք անողներին միայն բարիք անեք, ինչ շնորհք է։ Աստծուն չճանաչող մարդիկ էլ
Իրենց ջան ասողին ջան են ասում, լավություն անողին լավություն անում, բայց տարբերություն պետք է լինի։ Դու թե քո բարեկամին, թե ոչ բարեկամին պետք է բարիք անես, անգամ քո թշնամուն, որ նմանվես քո հորը։ Մենք մեղավոր ենք եղել։ Ճիշտ է, Աստված հետագայում մենք ասում ենք ապաշխարության շնորհք տվեց, հնարավորություն տվեց մեզ, սակայն մինչև մեր ապաշխարելն մենք օգտվել ենք Աստծո բարիքներից։ Աստված շնորհալի է։ Հակոբոսի 1:17-ում ասվում է. ամեն բարի տուրք եւ ամեն կատարյալ պարգև վերևիցն է իջնում, լույսի օրիցը։ Եվ շարունակում է իհարկե, որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա։ Ամեն բարի տուրք եւ կատարյալ պարգև վերևից է, լույսի օրից է։ Այսինքն բարության աղբյուրը նա է։ Երբ որ ես նոր էի, այս խոսքերը կարդում եմ, մտածում եմ, միթե առանց Աստծո մարդիկ որևէ բարիք չեն անի։ Լավ, իրենց ընտանիքի հանդեպ էլ բարիք չեն անի։ Իրենց երեխաներին էլ բարիք չեն անի։ Եվ ճշմարտ սա է ասում, եթե անում է, դա էլ Աստծո նվերն է։ Անկամ մայրը, որ իր երեխային սիրում է, որ ասում է մայրական սեր, շատերն են ասում թողած մորն են աստվածացնում, չգիտեն, որ այդ մայրական սերն էլ Աստծո նվերն է։ Բայց իրականության մեջ Աստված էլի ողորմած է, որ ամբողջ աշխարհով մեկ ոնց ասած 100%-անոց չի թողնում, որ զրկվեն Աստծո շնորհքից, բայց ինչ որ տեղեր թույլ է տալիս, ձեռքը վերցնում է։ Եվ երևում է, որ մայրը իր երեխային չի խղճում, անգամ մայրը։ Օրինակ, սովետի ժամանակով մարդիկ բարի բաներ էին ասում. եղբայրություն, քաղցություն, հավասարություն, ընկերություն, չգիտեմ, խաղաղություն եւ այլ եւ այլ եւ այլ։ Սակայն ինչն էր չարիքը, ինչու՞մն էր չարիքը։ Նրանք բարի բաներ ուզում էին, բայց ասում էին առանց Աստծո։ Մենք կանենք։ Եվ նրանց ուժը չպատեց, որ անեն։ Ինչքան է որ խոսեցին, քարոզեցին, եղբայրություն, քաղցություն, հավասարություն, վերջում ելան իրար կերան, իմիջիայլ այլ իրար հետ կռվում են, նույն երկրի մարդիկ, նույն պետության մարդիկ։ Նաև Աստված, որ ասում շնորհալի է, նրա շնորհքից է շատ համարներ կան, օրինակ Ելից 31-ի 1-ից 5-ում, 3-րդ Թագավորացի 7-ի 13-ից 14-ում ինչ է գրված, Աստված շնորհք է տալիս, օրինակ տաճարն է շինում կամ այդ առաջին Մովսեսի ժամանակով այդ խորան է շինում, Աստված շնորհք է տալիս, այդպես գրված է, որ մարդը քանդակի, գործի, շինի, արարի, օրինակ Ելից 31-ի 1-ից 5-ը կարդամ, նույնը վկայությունը կա նաև Սողոմոնի ժամանակով, ասում է, եւ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով, ահա կանչեցի անունով Օվրի որդի Ուրիի որդի Բեսելեին Հուդայի ցեղից եւ լցրի նրան Աստծո հոգովը, իմաստությունով եւ հանճարով եւ գիտությունով եւ ամեն ճարտարությունով, որ վարպետի գործեր հնարի ոսկով եւ արծաթով եւ պղնձով գործելու համար եւ քարեր քանդակելու համենայն դեպս շարունակում է ամեն կերպ արեստով գործելու համար, ասում է վերջում։ Նույնն է Սողոմոնի ժամանակով ասում, երբ որ պետք է տաճարը շինել, 3-րդ Թագավորացում 7-րդ գլխում նորից Աստված ասում է այսպիսի մեկին անունով տալիս է լցեց իմաստունով, գիտությունով, այսինքն Աստծո տված նվերներն էր, որ այդ գործը առաջ գնա։ Եվ երբ որ մեկին ասում են տաղանդավոր, թեկուզ Աստծո անուն չտան, չէ՞, քանքարավոր։ Սա նշանակում է Աստծուց ստացած շնորհ, կարողություն։ Եվ այո, ասում են, եթե Աստծի շնորհքը վերցնի մեզանից, այս երկիրը կդառնա մի հատ քաոս, դատարկություն եւ խենթության վայր։ Փառք Աստծուն այսօրվա ամեն ողորմությունների բարիքների համար։ Մենք նայեցինք երկրորդ բաժնի առաջին մասը, որ Աստված շնորհալի է։ Այսինքն որոշ բաներ խոսեցինք, որ ուզենանք խոսանք Աստծո շնորհքների մասին, հավիտենությունը մեզ չի բավականեցնի, բայց ընդհանուր որոշ բան ներկայացրեցինք, թեև Աստծո շնորհքի թեման է, սակայն բոլոր մնացած թեմաների մեջ շատ բաների կհանդիպենք, ասենք շատ գործերի, շնորհքների, ողորմությունների, որ Աստծո տված, Աստծո շնորհքից եղած բաներն են։ Ուրեմն հիմա մենք կանցնենք երկրորդ մասին կամ երկրորդ ենթաբաժնի, որը կոչվում է շնորհներ Աստծո ծառաների համար։ Այսինքն առաջին բաժնի մեջ մենք նայեցինք, որ Աստված շնորհալի է նաև, այսինքն շատ բարիքներ արել ոչ թե միայն իր ծառաների, այլ ամենքի համար, չէ՞։
Սակայն այս հատվածում, այսինքն այս բաժնում միայն աստծոծառաների համար եղած շնորհների մասին պետք է նայենք, Աստված իր գործի համար, փրկության գործի համար, մարդկանց փրկության, բժշկության, բարիքների համար ծառաներ է հանում մարդկանց միջից եւ նրանց օծում է, այսինքն տալիս է հատուկ շնորհներ, որպեսզի այդ մարդիկ ծառայեն թե ընդհանուր մարդկության, թե հատուկ եկեղեցու։ Այսինքն շնորհները ոչ թե միայն եկեղեցու համար են, այլ նաեւ աշխարհի համար։ Օրինակ, եթե ավետարանչական շնորհք է տալիս Աստված մեկին, դա չի վերաբերում միայն եկեղեցու, այլ բոլոր մարդկության։ Պողոսին Տերը երբ որ շնորհք տվեց, Պողոսը կրկնում է, հիշեցնում, պատմում է, վկայում է այն մասին, որ Տեր Հիսուսը ինչ խոսեց։ Գործք առաքելոց 26-րդ գլխում, որ ասում է, ասեց ես քեզ ուղարկում եմ ժողովրդի եւ հեթանոսների մեջ, ասենք Իսրայելի ժողովրդի եւ հեթանոսների մեջ նրանց աչքերը բանալու, խավարից լույսի բերելու, սատանայի իշխանությունից հասուն դարձնելու, որ ինչ անեն, որ ասում է ինձ հավատալով սուրբերից ժառանգություն առնեն, այսինքն Պողոսի ստացած շնորհքը միայն հավատացյալների համար չէր, այլ բոլորի համար, թե հրեայի, թե հեթանոսի։ Այս շնորհներն էլ նորից հիշենք, որ մարդու արժանինքներից չէ։ Օրինակ, եթե Աստծոց մի շնորհք է տվել, թեկուզ գցենք sense մարդկանց աչքին երևացող մի բարձր կոչում է, սա չի նշանակում, որ Աստված նայեց, ես լավն եմ, իբրև թե ուղիղ եմ, ավելի հասկացող եմ, իմաստուն իրա ձեռքից ենք կարող մի երեխային իմաստությունը տա, որ մենք զարմանանք։ Բայց Աստված է որոշում ում հետ ոնց անի։ Նորից եմ ասում, մեր արժանինքներից չէ։ Տերը ձեզ օրհնի։ Ուրեմն ուզում եմ ձեզ համար կարդալ Հռոմեացիների 12:6-ը, որտեղ խոսում է այն շնորհների համար, որ մարդիկ այս շնորհներով ծառայեն մարդկությանը, եկեղեցու նաև։ Ուրեմն այսպես է գրված, ասում է միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհքի պես, որ մեզ տրված է, թե մարգարեություն հավատքի չափով մարգարանանք։ Եվ շարունակում է իհարկե ուրիշ պարգևների անուններն է տալիս, հատած չեմ ուզում պարգևների անունները կարդալ, որովհետև մեր նպատակ հիմա դա չի, որ իմանանք ինչ պարգևներ գոյություն ունեն, բայց մեր նպատակը սա է, որ Աստված է տալիս։ Դրա համար ասում եմ, մենք ստանում ենք զանազան շնորհներ, էլի Աստծուց։ Կամ օրինակ առաջին թուղթ Կորինթացիներին ուղղված 3:10 կարդամ ձեզ համար։ Գրված է, ասում է Աստծո շնորհքի չափով, որ ինձ տրված է, իմաստուն ճարտարապետի պես հիմք դրեցի, բայց ուրիշն է շինում, միայն թե ամեն մեկը ուշադրություն դարձնի, թե ինչպես է շինում։ Տեսեք, վկայում է Պողոս առաքյալը իր մասին, ինչպես որ Տերը ասել է, դու պետք է վկայես այն բաները, որ տեսար եւ ինչ որ պիտի տեսնես։ Պողոսը որպես ստացած, տեսած, այդ շնորհքին մասնակից եղած վկայում է իր մասին։ Աստված ինձ շնորհք տվեց եւ այ ես Աստծո այդ շնորհքով իմաստուն ճարտարապետի պես Աստծո տունը եկեղեցին, ասենց ասած ճշմարիտ հիմք գցեց, ասենք որ է Քրիստոս Հիսուսը իհարկե հիմքը, բայց ասում է ուրիշներն էլ որ շարունակում են իմ գործը, թող նայեն ուշադիր լինեն, ասենք նրանք էլ են շնորհք ստացել, ամեն մեկն է պետք է ուշադիր լինի, որ ճիշտ շինի։ Աստծո գծագրով շինի, ոչ թե ինչպես ինքը ուզում է այդպես անի։ Այսօր մենք տեսնում ենք շատ մարդիկ ան ինչպես ուզում են, այդպես էլ վարվում են Տիրոջ տան հետ։ Ձև չի սա։ Շնորհք Աստված տվել է, որպեսզի կառուցեն Աստծո գծագրով, ասած սխեմայով։ Օրինակ Մովսեսի ժամանակով Աստված երկրավոր խորանի սխեմաներ չէ տվել Մովսեսին։ Այսքան մետր երկարությունը այսպես, լայնությունը այնպես, բարձրությունը այսպես, այսքան հատ սյուներ լինեն, տապանակ այս չափի լինի։ Շնորհք տվել էր Աստված մարդկանց, որ սարքեն այդ դետալները, բայց ոչ թե շնորհք ենք ստացել, ինչ ուզում ենք անենք, այլ ասած խոսքի համաձայն պատրաստել։ Գծագրողը Մովսեսի ժամանակով Տերն էր, շինողը մարդիկ էին, բայց պետք է շինեն Տիրոջ գծագրով, ոչ թե ինչպես իրենք ուզեին։ Նմանապես Տիրոջ ծառաները թեկուզ պարգև են ստանում, չի նշանակում ինքնագլուխ ինչ ուզեն անեն։ Այս սխեմայով պետք է գործեն, որը արդեն թագավորների թագավորը որոշել է իր թագավորության մեջ։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն Տերը պարգևներ տալիս է զանազան ամեն ինչ գործի համար որ ծառայեն, սակայն պետք է ամեն ինչ լինի Տիրոջ ասածով։
Եփեսացիների 4:7 եւ 11-ը կարդամ ասում է, բայց մեզ ամեն մեկին տրված է շնորհ Քրիստոսի պարգևի պես։ 11-ում ասում է, եւ նա մի քանիսիների տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ եւ վարդապետներ։ Հետո նպատակը ցույց է տալիս, որպեսզի Տիրոջ տունը ինչ լինի, կատարյալ լինի, հասունացած լինի Քրիստոսի կատարյալ հասակի չափով։ Այսինքն ավետարանիչը դրսի ժողովրդի համար է, ոչ եկեղեցու համար ավելի, թեև ավետարանիչը կարող է եկեղեցու մեջ էլ անել, սակայն ավելի այն մարդկանց, ովքեր որ դեռ եկեղեցու մեջ չեն։ Ինչու՞, որպեսզի նրանք ապաշխարեն վերջ-վերջո գան դառնան Աստծո տան անդամ։ Այնտեղ արդեն Աստված սկսում է վարդապետներով աշխատել, առաքյալներով է աշխատում տարբեր տեղերում, սակայն ինչ է ասում է նպատակը, որ մարդիկ որտեղից ուր գան, թեև այսօր մենք տեսնում ենք շատերը որ քարոզում են, նրանց նպատակը սա չի, որ մարդիկ փրկվեն, մարդիկ գան, ոչ թե միայն փրկվեն, այլ գան հասնեն Աստծո գլխավոր նպատակին։ Բայց մարդիկ շատերը ուրախանում, իմ եկեղեցում, այսինքն տենց էլ են ասում, ոչ թե Տիրոջ, իմ եկեղեցում շատ մարդ լինի, նման տեղերում էլ շատ փող տվող կլինի։ Նա նպատակը շատ մարդ լինելու, շատ փող հավաքելն է։ Ուրեմն պարգև Աստված տալիս է եւ պարգև պետք է ծառայի Աստծո նպատակին։ Ոչ մարդկանց, ոչ շահի պատճառով։ Պողոս առաքյալը ասում է, շատերը ոչ թե Քրիստոսի շահն են փնտրում, այլ իրենց շահն են փնտրում։ Թեկուզ հավատացյալներ են, պատկերացնում եք, բայց Աստված ասում է դատաստանը կսկսի իր տնից։ Այնպես որ միայն աշխարհը չի որ պետք է դատվի, այլ Աստծո տան մեջ եղած սխալ ծառաներն ու սխալ անդամներն պետք է դատվեն։ Ուրեմն Աստված տալիս է պարգև, սակայն զգուշ լինենք, որ Աստծո պարգևները Աստծո համար օգտագործենք, Աստծո նպատակներով։ Սակայն կան ուրիշ պարգևներ, երրորդ ենթաբաժինն ենք նայում երկրորդ բաժնի, անկրկնելի շնորհքներ։ Այսինքն երկրորդ մասի մեջ մենք նայեցինք, չէ՞, մարդիկ շնորհք են ստանում, օրինակ առաքյալ, մարգարե կամ ավետարանիչ, չէ՞, հովիվներ, վարդապետներ, Հիսուսի ժամանակից մինչև հիմա բազում անհաշիվ հովիվներ են եղել, վարդապետներ են եղել, ավետարանիչներ են եղել, այսինքն նրանք անկրկնելի չեն եղել, կրկնվել են։ Այս հովիվը մահացել է, Աստված ուրիշ ծառա է վերկացել իր տան համար, այլ մյուս առաքյալը մահացել է, Աստված ուրիշ առաքյալ է հանել, ավետարանիչ է հանել, այսինքն սրանք կրկնվող են, բայց կան անկրկնելի, այսինքն պարգևներ, որ պատմության մեջ մեկ անգամ է տրվում մարդուն։ Օրինակ Երեմիայի մարգարեության 1:4-5-ում գրված է։ Ասում է, եւ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Քեզ որովայնում չստեղծած ես քեզ գիտեի եւ արգանդից դեռ դուրս չեկած ես քեզ սրբեցի եւ քեզ ազգերի մարգարե եմ դրել։ Այսինքն սա չի վերաբերվում ամեն մարդուն։ Շատերը գիտեն թե ովքեր որ պետք է փրկվի, այս խոսքը վերցնում են, ասում են, Աստված մեզ մոր որովայնից է ընտրել։ Եթե այդպես լինի, Աստծո ծրագրի մեջ սխալ կլինի։ Աստված գիտի ով կընդունի կփրկվի, սակայն Աստծո որոշումը չի ով փրկվի, ով չփրկվի։ Աստծո ծրագիրը նախասահմանությունը սա է, ով փրկվելու համար սա է, այսպիսիները փրկվեն, ոչ թե ով փրկվի։ Ոչ թե անուն ասի, օրինակ Երեմիան թող փրկվի, կամ ասենք մեկ ուրիշ անուն տա, ասեն էլ թող չփրկվի։ Սա մասին չի, բայց հատուկ ծառաներ կան, որ դեռ նրանք աշխարհ չեկած, Աստված որոշել է, որ այսպիսի մեկը պետք է գա կարևոր գործի ծառայի, որոնց մեկը Մովսեսն էր, Երեմյանն էր, Հովհաննես Մկրտիչը, չէ՞, դեռ Հովհաննեսը չեկած 100-ամյակներ առաջ Աստված ասել էր. Իմ դեսպանս կուղարկեմ, այս գործը կանի եւ եկավ։ Սրանք հատուկ ընտրված մարդիկ են ծառայության համար, ոչ փրկության համար։ Փրկությունը բոլորի համար է, բայց պարգևներ կան, որ հատուկ են եւ Տերը հատուկ ծառաներ է ծրագրել, որ գան եւ աշխատեն։ Նաեւ Ղուկասի 1:13-17-ն եմ ուզում կարդալ, հետո էլի կշարունակենք, ասում է՝ մի վախեցի Զաքարիա, որտեվ քո աղոթքը լսվեց եւ քո կին Եղիսաբեթը մի որդի կծնի եւ նրա անունը Հովհաննես կդնես, Հովհաննես Մկրտչի մասին էր։ Շարունակության մեջ էլ
Երբ որ Հովհաննեսը գործում է, ինչ ասում, եւ սա եղավ որպեսզի կատարվի, չէ՞։ Եսայի մարգարեի միջոցով ասում է, ահա անապատում կանչողի ձայնն է, չէ՞, Տիրոջ ձայնն է, որ եւ շարունակում է, այսինքն Հովհաննեսը ընտրված էր, ոչ թե միայն Երեմիան։ Նաեւ Պողոս առաքյալն է իր մասին վկայում 1:15-ում գաղատացիների, թղթի որ ասում է, բայց երբ որ բարեհաճեց Աստված, որի մոր որովանից որոշել էր, իր շնորհքով կանչել է ինձ եւ դրել է այն ծառայության, որ ինքը արեց։ Կամ օրինակ Մարիամին եղած պարգևը, չէ՞։ Ամեն մարդու տրված չի նույն շնորհը, որ փրկիչ ծնվի նրանից, կամ Մովսեսը ամեն մարդու միջոցով չի եղել, որ Աստծո օրենք տրվի, միայն Մովսեսի ձեռով եղավ։ Այսինքն Մովսեսի պարգևը անկրկնելի էր, Երեմիային անկրկնելի էր, Հովհաննեսինը նույնպես եւ այլ, Մարիամինը, Պողոսինը անկրկնելի էր, եւ Պողոս առաքյալը այսպիսի խոսք ասում. Եթե անգամ, այսինքն Աստված ժամանակ տվեց, որ ինքը իր գործը ավարտի, եւ ասում անգամ եթե մենք կամ երկինքից հրեշտակ էլ գամ, քարոզի սրանից այն կողմ, այսինքն սրան չբռնող որևէ ավետարան անիծա լինի, թեկուզ ինքը, թեկուզ երկինքից հրեշտակ։ Այսինքն սա խիստ խոսում է Աստծո Սուրբ Հոգու ներգործության մասին։ Մեկ է տեսնում մարդիկ վերցնում են սխալ ավետարան են քարոզում, սխալ են ներկայացնում եւ Պողոսի խոսքերը կրկնում են։ Եթե մեկը գա սրանից դուրս ուրիշ բան քարոզի, դա Պողոսը իր քարոզած ավետարանի համար է ասել, ոչ թե ձեր։ Ես չեմ կարող այսօր վերցնել ու ասել, եթե մեկը իմ քարոզած կամ մեր քարոզած ավետարանից դուրս ոչ, ես նորից պետք է ասեմ, այն ավետարանը, որ ես վերցնել եմ Պողոսից, վերցնել եմ նոր կտակարանից, դրանից դուրս ով որ քարոզի անիծալնի, ոչ թե իմ քարոզած ավետարանը։ Այսինքն բոլոր դարերում կա անկրկնելի շնորհներ, Աստված ամեն ժամանակ իր եկեղեցու համար, իր ժողովրդի համար, որպեսզի կատարելության տանի, միշտ ծառաներ տալիս է, բայց մեկը մյուսին չի նմանվում, մեկի ծառայությունը մյուսին։ Ամենը մի, ասենց ասած, հատուկ շնորհով է գործում։ Ժամանակի մեջ եղած պահանջով, որ Տերն է որոշել։ Սակայն մենք հիմա կանցնենք երրորդ բաժնի, որը կոչվում է շնորհք, որը վերաբերում է փրկությանը։ Հիմնականում այս շնորհը պետք է նաև բացատրի մյուս թեմաների մեջ, սակայն այս բաժինը մենք կնայենք 3 ենթաբաժիններով՝ շնորհքի աղբյուրը եւ միջնորդը, երկրորդը շնորհք եւ օրենք, տարբերություն օրենքի եւ շնորհքի, եւ շնորհքի գործը երրորդը։ Առաջինը շնորհքի աղբյուրը եւ միջնորդը։ Շնորհքի աղբյուրը Աստված է։ Երբ որ ասում ենք Աստված, հիշեք, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Սուրբ եռամիասնությունն է։ Օրինակ կարդանք Երկրորդ Կորինթացիների 8:9 ձեզ համար, որտեղ գիտենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացավ նա, որ հարուստ էր, որ դուք նա աղքատությունով հարստանաք։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի անձով կատարված բարիք է սա, որ եկա, որպեսզի այդ իմաստով որ մեզ հարստացնի, հավիտենական հարստություն տա։ Նաև կարդում Եբրայեցիների 10:29-ը խոսվում է նախքին ուխտի մասին, որ այդ ժամանակ անգամ մարդը եթե խախտեր ժամանակավոր ուխտը, հին ուխտը, անգամ պատիժ կկրեր, ասում է, «Էլ որքան ավելի կարծում եք սաստիկ պատիժի կարժանանա նա, որ Աստծո որդուն ոտի տակ դրեց եւ ուխտի արյունը պիղծ համարեց, որով նա սրբեց եւ շնորհքի հոգու նախատեց»։ Այսինքն հիմա պատիժի համար չեմ ուզում կանգնել, բայց խոսքը այստեղ սա էր։ Սուրբ Հոգուն անվանում է շնորհքի հոգի։ Այսինքն շնորհք տվող, բարիք տվող հոգի, կամ ուրիշ տեղ ասում է խոստմունքի հոգի, Աստծո հոգուն, Սուրբ Հոգուն, խոստմունքի, այսինքն այդ բարի խոստումները, որ կան, այդ Սուրբ Հոգուց է։ Նա է մեզ տալիս այդ շնորհները։ Դրա համար ասում ենք, տեսանք, որ Տեր Հիսուսը նորից ավելի կնայենք ուրիշ համարներում են, նրանից է շնորհք բխում, Սուրբ Հոգուց է բխում եւ նաեւ Հայր Աստված իհարկե ինքը սիրեց, շնորհք արեց։ Չէ՞ Հովհաննես 3:16-ում ինքը շնորհ արեց իր որդուն փրկության հարցում։ Եվ առաջին թուղթ Պետրոսի 5:10-ում էլ գրված է։ Ասում է եւ ամեն շնորհքի Աստվածը, որ էլի կարդացել ենք ձեզ համար, որ մեզ կանչեց իր հավիտենական փառքի մեջ Քրիստոս Հիսուսով։ Եվ շարունակում է իհարկե, ես չեմ ուզում կարդալ մնացածը, ամեն շնորհների Աստված։ Այսինքն, եթե նայում եք Աստծո եռամիասնությանը, Հայրն էլ, Որդին էլ, Սուրբ Հոգին էլ վերագրվում է այն բոլոր բարիքները, որոնք
տրվում են մարդկանց։ Թեև Աստվածը շնորհք տվել, Սուրբ Հոգին այդ շնորհները հասցնում մեզ, խոստումները Աստծո բարի, սակայն Տեր Հիսուսի անձով է կատարվել փրկության շնորհքը։ Հովանու 1:14-ը 16-18 խոսքերը կարդանք, 14-ում այսպես է ասում է եւ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ եւ փառքը տեսանք ինչպես հորից եղած միածնի փառք շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Իհարկե շնորհքն ու ճշմարտությունը տվեց մեզ։ Նաեւ 16-17 խոսքերում ուզում կարդամ եւ ասում է եւ նրա լիությունից մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ կամ ուրիշ տեղ ասում շնորհք շնորհքի վրա, այսինքն մի անգամ չէր կրկնվող անդադ առատապես հոսող շնորհք, բարիքներ։ Եվ շարունակություն ասում է, որովհետև օրենքը Մովսեսի ձեռքով տրվեց, շնորհք եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղավ։ Եվ շնորհքը ասում է միայն մեկ ուղղությամբ է հոսում, Աստծուց դեպի մարդ։ Այնպես չէ, որ մենք էլ Աստծու շնորհք անենք։ Մի բան տվա։ Դրա մասուրքի կարտաշը ասում է, ով Աստծու երբևիցե մի բան տվեց, որ փոխարենը առնե։ Ով ասում մի բարիք է արել, որ իբրև թե առնի։ Եփեսացիների 2:7-10, որ նոր եկող դարերում հավիտյան Աստծո մասին ասում է, հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի մեզ վրա դրած քաղցրությունով, որտեվ շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա, որտեղ նրա ստեղծվածներն ենք Հիսուս Քրիստոսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք։ Տեսնում եք, շատ ժամանակ մարդը որ տկարանում ասում, Աստված տեսնես ինձ ինչի է կանչել, գուցե ին վրա բարկության համար է կանչել, որ ինձ դա, բայց ասում է Աստված քաղցրությունով է քեզ կանչել, ողորմելու փառքի համար է քեզ կանչել։ Հիսուս Քրիստոսի ձեռով մանավանդ փրկության գործ ասում է շնորհքով եք փրկված եւ սա ձեզանից չէ հավատքի ձեռով Հիսուս Քրիստոսին հավատալով ոչ թե օրենքով փրկությունը Աստծո ձրի նվերն է վարդապետներ կան որ փչացել են շատերի հավատքը գիտեք ինչ են ասում ագահությունից իրենց ելնելով ինչ են անում մարդկանց մղում են գումար բերեն եկեղեցի, գումար տան, գումար գցեն, նվեր տան, 10-րդ տան։ Եվ թեև Աստված եթե որոշել է 10-րդ, դա փրկության համար չէ, դա ուրիշ նպատակ ունի, սակայն մարդկանց քաջալերում են սխալ, իբրև թե Աստված քո արած գործով քո փրկությունը պետք է հաստատի կամ քո օրհնությունները պետք է հաստատի։ Սա նշանակում է, որ մարդը ինչ-որ բան առնում է առուծախի մեջ են դնում, Աստծո հետ մտցնում են առևտրի մեջ մարդկանց։ Պետրոսի երկրորդ թուղթ 1:3-ում էլ գրված է։ Ինչպես որ ասում են նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքին եւ աստվածապաշտության համար պետք է, նրա գիտությունով, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով։ Տեսնում եք, ասում է, Տերը ինչ արեց, Տերը մեզ կանչեց նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց այն ամենը, այսինքն ուշադրություն դարձնում եք, ինչ որ կյանքի համար պետք է, ինչ որ աստվածապաշտության համար պետք է, բան չկա, որ Աստված չտա կամ տված չլինի։ Այնպես չի, որ եթե կարիք ունես աստվածապաշտության, այսինքն Աստծո ծառայության մեջ առաջ գնալու, Աստված հանկարծ քեզ չտա, տալիս է։ Մեզ հետ, մեր ծառայության հետ ինչ կապված է, եթե գա պահը առիթը տեսնես Աստված այդ պահին տվեց։ Օրինակ, ավետարանի լուրը, ավետարանի գիրքը Աստծո շնորհքից է։ Գործքի 20:24-ում գրված է։ Խոսում է նեղության մասին, Պողոս ասում, բայց ես մի բանի տեղ չեմ դնում, իմ անձն էլ պատվական չեմ համարում, որ ուրախության կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտոնը, որ Հիսուս Քրիստոսից առա, որ Աստծո շնորհած ավետարանը վկայեմ։ Ավետարանը գիտեք, որ մենք նայել ենք, չէ, ուրիշ անգամներ, որ կոչվում է արքայության ավետարան, չէ։ Նաեւ տարբեր փրկության ավետարան։ Այստեղ էլ այս հատվածում շնորհած ավետարան, շնորհքի ավետարան, այսինքն Աստծո նվիրած ավետարան։ Աստված շնորհել է ավետարանը այս Տիրոջ
շնորհքից է կամ կանչը, հրավերը։ Գրված է Գաղատացիների 1:15-ում ասվում է, բայց երբ որ բարեհաճեց Աստված, որի մոր որվանցից ընտրել, ասում է, իր շնորհքով է կանչել ինձ, եւ ուրիշ տեղեր Աստված շնորհքով է կանչել։ Այսինքն նախ ավետարան կա, բայց Աստված կանչում է։ Եթե Աստված չկանչի, դու չես կարող գնալ նրան։ Պատկերացնում եք, աշխատանքի տեղ է, ասենց համատենք առօրյայի հետ։ Եթե այդ վայրից կանչ չկա, պահանջ չկա, 100 հոգի գնանք ասենք, չէ, մենք պահանջ չունենք, չէ՞։ Բայց կանչվում են, տեղը կանչում են, չէ, աշխատանքի։ Եթե կանչում են, այդ մասնագետը կա գնում է եւ որովհետեւ կանչել են, քննում են, իհարկե ավետարանը կարողությունից չել շնորհ է, ավետարանը կանչում է, Աստծո խոսքը կանչում է քեզ։ Հավատում ես Քրիստոսին, ընդունում ես նրան, քեզ ինքը ընդունում է։ Եվ Հիսուս ասում է, ինձ եկողներին դուրս չեմ անի։ Այսինքն Աստծո կանչն էլ շնորհքից է, Աստծո։ Ընտրության կարողությունը հենց Աստծո շնորհքից է։ Հռոմեացի 11:5-ում հենց դա է ասում, որ մենք կարող ենք ընտրություն անել։ Սա մեծ պարգև է։ Մենք կարողանում ենք ընտրել կամ մերժել։ Սա մեծ օրհնություն է մեզ համար։ Հավատքը Փիլիպպեցիների 1:29-ում նորից գրված է, որ հավատքն էլ Աստծո շնորհքից է։ Եվ ասում է, եւ Աստծուց ձեզ շնորհք եղավ Քրիստոսի համար, որ ոչ միայն հավատակ, այլ նրա համար ասում է, որ չարչարվեք էլ։ Օրինակ, շնորհք եղավ ոչ թե միայն հավատակ, նաեւ Աստծո համար, Աստծո անունի համար տանջվելն է շնորհքը։ Աստեղ ասում է, չնայած մենք ասում ենք, հավատքն էլ Աստծո շնորհքից է։ Եթե Աստծո շնորհք չանի, մենք չենք կարող հավատալ։ Նաեւ ներումը Աստծո շնորհքից է։ Եփեսացիներին 1:7-ում գրված է, ասում է, ունենք փրկություն նրա արնովը մեղքերի թողություն իր շնորհքի մեծության չափով։ Տեսնում եք, ներումը Աստծո շնորհքից է։ Իսկ նվերն է Աստծո։ Նույնպես փրկությունը Եփեսացի 2:8-ում գրված է, շնորհքով փրկված եք։ Արդարացումը Տիտոսի 3:7-ում, որ շնորհքով է Աստծո արդարացում ձեզ հասել։ Սուրբ դիրքը մեր Հռոմեացիների 5:2-ում գրված է, որտեղ ընդունեցիք հավատքով այս շնորհքի մեջ մտնելն էլ, որ նրանում կանգնած ենք եւ բարձրանում ենք Աստծո փառքի հույսով։ Այսինքն շնորհքով եք մտնել այն դիրքի մեջ եւ կանգնած եք։ Այսինքն Քրիստոսի մեջ ասում է, նրանում կանգնած եք։ Սուրբ տեղում սա Աստծո շնորհքից է։ 15, ասենց ասած դետալներ են նշված, որ շնորհքից է, բայց շատ Աստծո շնորհքներ։ Օրինակ հավիտենական կյանքը Հռոմեացիների 5:21-ում է շատ տեղեր, հենց Աստծո շնորհքից է, մխիթարություն եւ հույս, այս կյանքում որ մարդը չի ունենում, հենց որ մխիթարություն է գալիս, դա Աստծո շնորհքից է եւ օրինակ մեծահասակները, որ ասում են ժամանակին մենք չենք զանազանում, որ սքավորին ասում են Սուրբ Հոգին մխիթարի, չէ՞, տենց էին ասում։ Մենք էլ փոքր ենք, չենք իմանում, ով է այդ Սուրբ Հոգին, որ սքավորին պետք է շնորհք անի, մխիթարի, նաեւ ոչ թե միայն սուքի օրերին, հալածանքի մեջ, տարբեր վիճակների մեջ, աղքատության մեջ մենք մխիթարվում ենք, որ հույս ունենք, խոստում ունենք, այս հույսն էլ Աստծո շնորհքից է։ Հոգևոր զորությունը 2 Տիմոթեոս 2:21-ում է գրված, կամ հաղթությունը Աստծո շնորհքից է, շատ տեղերում է գրված, ընդունելի ծառայությունը, հոգևոր աճը, 2 Պետրոս 3:18-ում է դա է ասում, ամեն բարի կամեցողությունը եւ այլն։ Շնորհքով ենք մենք ստանում այդ բոլոր պարգևները։ Այժմ մենք երրորդ բաժնի երկրորդ ենթաբաժինը կնայենք, այսինքն շնորհք եւ օրենք։ Աստված Սուրբ Գիրքը ասում է, մարդուն փրկում է իր շնորհքով, ոչ թե օրենքով։ Եթե օրենքը չլներ, շնորհքի կարիքը չէր բացահայտվի։ Մենք շնորհքի կարիք ունենք, բայց օրենքով եղավ այդ վիճակը։ Օրինակ, ուշադրություն դարձնում եք, օրենքը ինչ է, մենք օրենք թեմայում նայել ենք։ Օրենքը մի հայլի է, որ ցույց է տալիս քեզ դու ով ես։ Քեզ համար մի հայլի է, որ ցույց է տալիս դու ով ես։ Այսինքն, ես օրենքի առջև կանգնում եմ, ով եմ, ինչ եմ տեսնում ինձ, օրենքի պատվիրանները հայլի են։ Տեսնում եմ, այս մի արա, այն մի արա, այս արա, այն արա, հավանում եմ, ուզում եմ անել, բայց մեկ էլ այդ հայլին ինձ ցույց է տալիս, ով մարդ դու անկարող ես, տկար ես, այսօր չխախտես, վաղն ես խախտում, վաղը չխախտես, բացահայտվում է ասել Պողոսի, որ
օրենքը սուրբ է, բայց ես անկարող եմ այդ սուրբ օրենքը պահելու, որովհետև մեղանչական եմ, մեղավոր եմ, թույլ եմ, ասում եմ մարմնի պատճառով ես չեմ կարող օրենքը կատարել։ Մենք արդեն նայել ենք մարմին ինչ է նշանակում։ Ինչ է դառնում, որ ասում ենք առանց օրենքի շնորհքի կարիքը մարդը չեր զգա։ Իրականության մեջ կարիք ունենք, բայց չենք զգա եւ չենք վերցնի։ Մենք ասենք, մենք լավն ենք, մեզ մի փոքր ինֆորմացիա է պետք, ինչ անել, ինչ չանել, կանենք, ինչ է եղել։ Բայց Աստված ինֆորմացիան օրենքով տվեց, չափանիշ արդարության դրեց, մենք նայեցինք, տեսանք չէ։ Այդ չափանիշի համեմատ չենք կարող կանգնել, մենք խախտվում ենք եւ խախտված ենք։ Ինչպես որ գրած է, մարդու մեղանչական մարմինը, բնույթը, ասում է Աստծո օրենքին չի հնազանդվում, մանավանդ չի էլ կարող հնազանդվել։ Դրա համար արդեն մենք տեսնելով, որ մենք մեղավորներ ենք օրենքի ազդեցությամբ, տեսնելով, որ մենք մեղավորներ ենք, արդեն փրկչի կարիք ենք զգում, արդարացնողի կարիք ենք զգում։ Գիտենք, եթե մեզ մնա, մենք դատապարտված ենք օրենք խախտելու համար։ Ուրեմն մեզ ձրի արդարացում է պետք, փրկություն է պետք, ներում է պետք։ Դրա համար ասում եմ, առանց օրենքի Աստծո շնորհքի կարիքը չէր բացահայտվի մեզ։ Աստված իր շնորհքը դրեց, որպեսզի մեզ այն գիտակցության բերի, թե մենք ով ենք իրականում, ասենք անկարողներ ենք, մեղավորներ ենք, դատապարտվածներ ենք, ինչպես որ Աստված հայտնություն տվեց Պողոսին, որ գնաս, դու մարդկանց պետք է քարոզես եւ մարդիկ խավարից լույսի պետք է գնաց աշկերը բանալու, այսինքն եթե աշկերս բացեր էլ ինչ իմաստ ունի այդ պատգամը, եթե մենք լույսի մեջ ենք, ինչ կարիք կա, ասել խավարից լույսի կան։ Բացահայտվեց օրենքով, որ մենք խավարի մեջ ենք, մեղքի իշխանության տակ ենք, սատանայի իշխանության մեջ ենք եւ Աստված մեզ փրկում է, ասում եմ, մահից դեպի կյանք է տանում, երբ որ նա շնորհքի կարիքն ենք զգում։ Բայց օրենքը բարի գործ արեց։ Ինչպես որ մենք օրենք թեման ներկայացնենք, նման է մի ապարատի, որ բացահայտում է քո հիվանդությունը, բայց բժշկող չի։ Քեզ ուղարկում է ճիշտ բժշկի, բայց բարի է օրենքը, թեկուզ փրկող չի։ Գաղատացիների 3:24-ն էլ ասում է. Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոս, որ հավատքից արդարանանք։ Ասում է, թեև օրենքի գործերով այո փրկություն չկա, սակայն էլի ասում եմ, փրկության համար օրենքը մեծ դեր խաղաց, թեկուզ հայլու դեր, որ ասեցինք։ Մեզ ցույց տա, եթե օրենքը չլներ, մենք այտենց էլ չենք իմա, լավ, ինչ եմ արել, որ եթե ես մի տեղով չեմ կարողանում չափանիշ տեսնել, մի տեղով չեմ կարող բացահայտել մեղքն ինչ է, արդարությունն ինչ է, ինչպես ես տեսնեմ մեղավոր։ Այո, թեկուզ փրկարար չի Աստծո օրենքը, բայց շատ բարի է։ Ուրեմն մի հարց, օրինակ այսպեսի հարց է լինում. Արդյոք շնորհքի վարդապետությունը մեզ չի քաջալերում, որ մենք մեղանչենք, մեղքի մեջ գնանք, որտեվ շատերը այսպես են ասում, օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք, նրանք էլ հասկանում են օրենքի տակ չենք, իբրև այսպես։ Պողոսը ուրիշ բան է բացատրում, նրանք ուրիշ բան են հասկանում։ Պողոսը ասել է, մենք օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք։ Ոչ թե պարտական ենք օրենքին, այլ շնորհքին, Աստծո։ Սակայն մինչև որ Պողոսի միտքը ասեմ, մարդիկ սա սխալ են հասկացել, մինչև հիմա էլ կան նման սխալ վարդապետություններ եւ մարդկանց տանում են դեպի մեղք, այսինքն երբ որ ասում են օրենքի տակ չենք, մարդիկ գիտեն թե մենք պարտական չենք օրենք պահելու։ Լավ, գրածը կուրք մի պաշտիր, ուրիշ Աստված մի ունեցի։ Ինչա օրենքի տակ չեմ ասելով, գնամ կուրք պաշտեմ, ինչ է։ Նրանք սխալ են հասկանում, պատվիրանը վերցում են եւ համարում են թե եթե հնազանդվեցիր օրենքի տակ ես։ Բայց Պողոսը սա չի ասում, եթե հնազանդվես օրենքի տակ ես։ Պողոսը սա է ասում, մենք օրենքի տակ չենք, շնորհքի տակ, այսինքն դու չես պատկանում օրենքով եղած պահանջներին փրկվելու։ Աստված չի որոշել, որ դու օրենքի պահանջները կատարես, նոր փրկվես, որտեղ անհնար է կատարելը։ Այլ շնորհքի տակ ենք, այսինքն ոչ թե օրենքի գործերն ենք անում, որ փրկվենք, այլ ձրի ենք փրկվում Աստծո նվերով։ Բայց ինչ մնում է օրենքին, օրենքը սուրբ է։ Օրենքով չենք փրկվում, բայց օրենքը արդար պահանջներ ունի։ Մենք արդեն ոչ թե օրենքն ենք կատարել, որ փրկվենք, այլ փրկվել ենք եւ որպես փրկված արդեն նոր բնության տեր կարող ենք օրենքը պահել։ Խոսքը սա է։ Աստված մեզ բարիք է անում, ողորմություն է անում, շնորհք է անում, փրկում է, ոչ թե սրանով քաջալերում է նորից գնա քեցքից մեղքի մեջ։
Օրինակ է բերվում, ասում է, եթե մեկի տունը վառվում է, պատկերացրեք կրակով վառվում է, մեկն է շնորհք է անում, հանգցնում է, այդ բարիքը ոչ չի քաջալերում, հանգցնող կա միշտ վառի, հա, դες կլինի, քանի որ ներող կա, դե դու միշտ մեղանչ։ Մարդիկ դա սխալ են հասկանում։ Աստված լավ քեզ ներում փրկում է, ոչ չի ուզում քաջալերել, ազատ իբրև թե ինքի հանցանքի մեջ, որովհետև ես քեզ ներող եւ փրկող եմ։ Այդպեսին ասում եմ, մի փորձի քո Տեր Աստծուն։ Աստված կթողի ձորից կընկնեն։ Դրա համար լավ օրենքով մենք չենք կարող արդարանալ, բայց Աստված շնորհք տվեց, միջոց տվեց արդարանալու, դու չես ուզում հասնես այդ արդարության։ Դրա համար Աստված ամեն հնարավորություն ստեղծել է, որ մենք կարողանանք արդարանալ եւ փրկվել։ Օրինակ Տիտոսի 2:11-12-ը կարդամ ձեզ համար, որտեղ ասում է. Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևաց։ Ինչ ասում։ Աստծո փրկող շնորհքը բոլոր մարդկանց երևաց, այսինքն անաչառ բոլոր ազգերին։ Եվ շարունակում է ասելով. նա, այսինքն շնորհքը մեզ խրատում է ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությամբ, արդարությամբ ու բարեպաշտությամբ ապրենք այս աշխարհում։ Չէ, ինչ ասում։ Շնորհքը փրկում է, սակայն չի ասում գնա ինչպես ուզում ես ապրի։ Ասում է, որ դու զգաստությամբ, արդարությամբ, ամբարշտությունից հեռու պետք է ապրես այս աշխարհում։ Այսինքն այն, որ օրենքը չէր կարող մեզ տալ, շնորհքը մեզ տվեց։ Օրենքը ճիշտ պահանջ դնում էր, բայց չէր կարող ինձ ուժ տալ, որ ես դրանք կատարեմ, բայց Աստծո շնորհքը մեզ ուժ է տվել, որովհետեւ մենք Աստծո պահանջը կատարենք, սուրբ պահանջը կատարենք։ Ուրեմն փրկարար է, այսինքն Աստծո շնորհքը կոչվում է փրկարար, ոչ թե միայն հավիտյան ապրելու համար, այլ նաև ներկայումս։ Նա փրկել է մեզ անկարողությունից։ Նա փրկել է մեզ, որ մենք կարողանանք սուրբ կյանք վարել։ Մեղանչական բնության ազդեցությունից է փրկել։ Փառք Աստծուն։ Եվ իր շնորհքով Տեր ինչ ասում Մարգարեության մեջ եւ Եբրայեցիների գրքում կրկնվում է, ասում է Աստված ասեց, որ ես իմ օրենքները կդնեմ ժողովրդի սրտում։ Էլ այդ օրը չեն ասի ճանաչիր Աստծուն, որտեղ մեծից փոքրից ճանաչող կլինեն։ Այսինքն ուշադրություն դարձնում եք օրենքի պահանջը դառնում է մեր բնությունը։ Առաջ մենք մեղավոր ենք, օրենքը սուրբ եւ չենք կարող սուրբ բան կատարել մեր մեղավոր բնության պատճառով, բայց հիմա Աստված ասում է կդնեմ նրանց մեջ, այսինքն ինչ է նշանակում։ Նրանց բնույթի մեջ, նրանց ներսից կարողություն կլինի օրենք պահելու։ Եվ Եբրայեցիների 12:28-29-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, ասում է. Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով պինդ բռնենք այն շնորհքը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծո, ահով եւ երկյուղացությամբ, որտեղ մեր Աստված լափող կրակ։ Շնորհքը սուրբ է Աստծո նաեւ։ Աստված քեզ շնորհքի մեջ կանչել է, այսինքն մենք ասում ենք բարիքներ է, չէ՞ շնորհքը չկան բարիք։ Այսինքն նաեւ Աստված քեզ բարիք է արել, որ դու սուրբ կյանք կարողանաս ապրես, սրբության զորություն ես ստացել։ Եթե չէ, ասում եմ, մեր Աստված լափող կրակ է, զգուշ լինենք, որ չընկնենք Աստծո բարկության տակ։ Ինչու է գալիս Աստծո բարկությունը մարդկության վրա մեղքի համար։ Հա ինչ օգուտ, եթե շնորհքը լսել եմ, բայց մեղքի մեջ եմ։ Հիշում եմ տարիներ առաջ 90-ական թվականներին ոմանք իբրև թե շնորհքի վարդապետություն են կարոզում, անունը դրել են շնորհքի վարդապետություն, բայց սխալ էին խոսում։ Նրանք քաջալերում են մարդկանց մեղանչելու, որտեղ օրենքի տակ չեն, եւ Վրաստան ենք գնում մի օր ժողովի, այնտեղի պատասխանատուն ինձ ասեց եղբայր ջան, խնդրում եմ հանգած մեր մոտ շնորհք չքարոզես, ասի ինչու, որտեղ ասում է ոմանք ասում են օրենքի տակ չեք շնորհքի տակ ենք եւ ազատ ժողովուրդը մեղանչում է, ասում եմ ոչ իրենք են հասկացել շնորհքի չի նշանակում ոչ են դու, շնորհքը չի քաջալերում մեղ գործելու, այլ շնորհքը մեզ տալիս է զորություն, որ մենք ապրենք մաքուր կյանք, օրենքով չենք կարող ապրել, շնորհքով կարող ենք ապրել, օրենքով չենք կարող ապրել փրկվել, բայց շնորհքով փրկվում ենք եւ ապրում ենք։ 5:2-4-ը կարդամ ձեզ համար Գաղատացի ասում է. «Ահա ես Պողոս ասում եմ ձեզ, եթե թլպատվեք, ինչ է թլպատությունը, օրենքի պահանջ, իբր թե օրենք կատարեն, որ արդարանան։ Եթե թլպատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի անի։ Եվ դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար, որ թլպատվում է, թե նա պարտական է բոլոր օրենքի կատարելու։ Խափանված է Քրիստոսից դուք, որ օրենքով եք ուզում արդարանալ»։ Դες ինչ կարևոր բան։ Ոմանք փրկված ժողովրդին եկել էին ավետարանը փոխել էին։
Իբրև թե ոչ, Քրիստոսի ավետանով չի փրկությունը նրանք ասել էին, այլ օրենք պիտի կատարես, պետք է թլպատվես, հետո այն մյուս գործը կամի։ Պողոսն ասում է, միայն թլպատություն չի, եթե դու օրենքի որևէ պահանջ ուզում ես կատարել, որը արդարանաս, ուրեմն բոլոր պահանջները պետք է կատարես, որտեղ եթե մեկն է խախտես, դու մեղավոր ես։ Բոլոր պահանջները արդեն բացահայտ է, մենք չենք կարող կատարել։ Դրա համար ասում է, եթե դուք օրենքով եք ուզում արդարանալ, Քրիստոսից կտրված եք, զրկված եք, Քրիստոս ձեզ օգուտ չի տա, ասեք չի օգնի ձեզ, որտեղ Քրիստոսի գործով է մեր մեղքերի թողությունը, ոչ թե մեր գործերով։ Ոչ թե մենք օրենք պետք է կատարենք, որ Աստված մեզ ների, այլ Քրիստոս զոհով է, որ մեզ ներում է։ Դրա համար եթե դու Քրիստոս մերժում ես, օրենքով ես ուզում արդարանալ, մեղքերի թողություն չունես։ Թեկուզ իբրև Աստծո օրենքն ես ուզում պահել։ Աստված օրենքն էլ տվող է, շնորհքն էլ տվող է։ Աստված ձեզ պահի, որ դուք սխալ տեղեր չընկնեք։ Իհարկե շատ հատվածներ կա, որ կարելի է կարդալ, սակայն ուզում եմ երրորդ ենթաբաժինը, երրորդ բաժնի կարդալ շնորհքի գործը։ Շնորհքը ինչ է անում, իհարկե այս թեմաների մեջ ահագին խոսեցինք, բայց կոնկրետ կարծես ամփոփենք շնորհքի գործը, շնորհք թեմայի մեջ։ Փրկությունը, որ մենք ասենք, Աստծո շնորհքն է, որը մարդը վերցնում է հավատքով։ Այսինքն Աստծո բարիքները պետք է հավատաս, փրկության հետ կապված։ Դες ուրիշ բարիքներ կար, չէ՞, շնորհը անձրև արել, անկախ մեր հավատից Աստված մեզ տվել է։ Սակայն փրկության բարիքները, որ շնորհք է կոչվում, մինչև չհավատաս չես ստանա։ Աստված այս շնորհքը թողել է քո ընտրությանը, թողել է քո հավատքին։ Աստծուն հավատալով մարդ ասում նրա շնորհքով վերագտնում է Ադամի պատճառով բոլոր կորցրածը։ Հիշեք, Աստված Ադամին ստեղծել էր հավիտյան ապրելու համար։ Աստված Ադամին ստեղծել էր իր փառքի համար։ Անմահություն էր որոշել Ադամի համար։ Դրախտ էր որոշել Ադամի համար։ Առանց չարչարվելու ապրել էր որոշել Ադամի համար։ Ադամը մեղանչեց։ Ադամով մենք կորցրեցինք, ինչը Աստծո փառքից պակասեցինք, փառքը կորցրեցինք։ Ադամի պատճառով հավիտյանական կյանքը կորցրեցինք, առողջ մարդ լինելը կորցրեցինք, ասենք մենք կենթանի հոգի ենք, դարձանք մեռած հոգիներ։ Ադամի պատճառով մեր բնութագիրը փոխվեց։ Բարի տերեր էինք, լավ տերեր էինք, Աստված որոշել որ տիրություն անենք երկրին, դարձանք չար տերեր։ Մենք մեր ձեռով մեր ունեցած փչացնում մեր երկիրը, մեր բնությունը։ Անկամ մարդիկ ոչ թե բնությունն են փչացնում, իրենք իրենց են փչացնում։ Ծուխա որ թողնում են իրենց ներսում իրենց առողջություն փչացնել, հետո ասում են սա մեղքն ինչ է։ Կամ ասենք Ադամով մենք կորցրեցինք կենթանի անձնավորություն լինելը, ասենք ոչ թե կենթանի հոգին, այլ բարի շունչը, բարի բնությունը կորցրեցինք եւ չարը ձեռք բերեցինք։ Սակայն ասում է արդեն Քրիստոսով բոլորը ետ կարող է ստանալ։ Նորից մենք դարձնում ենք կենթանի հոգիներ, բարի անձնավորություններ, բարի տերեր։ Աստծո փառքի նորից ասած աս կամրջվեց ճանապարհը, մենք կարող ենք նորից գնալ հասնել Աստծո փառքին, հավիտյանական կյանքին եւ այլն։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն մենք Ադամով կորցրածները բոլոր Քրիստոսով ձեռք ենք բերում եւ Տեր ասում է ես եմ բարի հովիվը։ Նաեւ Պետրոսի թղթում ասում է ինչ որ կյանքին եւ աստվածապաշտությանը վերաբերում է բոլոր օրհնությունները մենք վերագտանք։ Հռոմեացիների թղթում շատ կա դրա մասին 5-ի 15-ում 17-ում 20-ում 21-ում նորից խոսում է որ մենք այդ կորցածը ետ բերեցինք։ Ուրեմն Քրիստոսի աշխարհ գալուց առաջ էլ Աստծո շնորհքը երբեք պակաս չի եղել Աստծո վարվելակերպի մեջ, շատ հարցեր որ ասացիք բարիքներ Աստված շնորհքի արել, սակայն Քրիստոսով Աստված փրկության գործը կատարեց, խոստացել էր եւ կատարեց։ Ասում է շնորհքով փրկված եք հավատքի ձեռով, եւ սա ոչ թե ձեզանց էլ Աստծո պարգևն է։ Աստված ձեզ օրհնի, ձեզ պահի, Եփեսացիների 2:7-ում ասում է որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի վրա ցույց տա քաղցնով, որտեղ շնորհքով փրկված եք շարունակում, այսինքն ոչ թե մենակ ներկայում է Աստծո շնորհքի գործը, շնորհքը հավիտյանության մեջ բարիքներ ստանալու համար է Քրիստոսի խաչի գործ եւ հարությունը, եւ գալիք դարերում էլ ասում է Աստված պետք է ցույց տա այդ փառքը։
1:13-ում Պետրոս Առաքյալի թղթում գրված է. նրա համար ձեր մտքի մեջ կգոտե պնդած եւ զարթացած կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունով։ Այսինքն ներկայում շնորհքը կա մեզ համար օգտվում ենք, ապագայում հավիտենության մեջ նորից այս շնորհքից մենք օգտվելու ենք, այսինքն Աստծո բարիքների հաշվին ենք ապրելու, Աստծո ողորմության հաշվին ենք ապրելու։ Նաև վերջում կարդամ Հայտնության 7:9, 13 եւ 17-ը, ասում է եւ սրանից հետո տեսա մի շատ մեծ ժողովուրդ, որ ոչ ոք չէր կարող համրել։ Ամեն ազգից, ամեն ցեղից, ժողովուրդներից, լեզուներից կանգնած աթոռի առաջին եւ գարի առաջին եւ սպիտակ հանդերձներ էին հագել եւ իրենց ձեռքում արմավենիներ։ Եվ իհարկե հարցնում է սրանք ովքեր են, եւ պատասխանը սա է։ Եվ 33 մեկը պատասխանելով ասաց. սրանք որ սպիտակ հանդերձ են հագել, ով են եւ որտեղից են եկել։ Եվ ես ասացի նրան. Տեր դու գիտես, եւ նա ասաց ինձ. սրանք են որ գալիս են այն մեծ նեղությունից եւ իրենց հանդերձները լվացին ու սպիտակացրին գարի արնով։ Նրա համար Աստծո աթոռի առաջին են եւ պաշտում են նրան ցերեկ եւ գիշեր նրա տաճարի մեջ։ Եվ աթոռի վրա նստողը իր վրանը կտարածեն նրանց վրա, այլևս ոչ կսովեն, ոչ կծառավեն, եւ չի գնի նրանց վրա ոչ արև եւ ոչ մի տաքություն, որովհետեւ գառը, որ աթոռի մեջ է, կհովվեն նրանց եւ կառաջնորդեն նրանց դեպի կենթանի ջրի աղբյուրները, եւ Աստված կսրբե ամեն արտասունքները նրանց աչքերից։ Այսինքն տեսնում եք Քրիստոսի հաշվին Աստվածի շնորհք է խոսք տվել։ Ամեն պահանջները կատարվելու հավիտենության մեջ, բայց նաև կարևոր բանից մեկը չէ, ամեն արտասուք կսրբի։ Այսինքն խոսքը սա չէ, որ արդյունքը գա Աստված սրբի իբրև թե ոչ։ Այսինքն արդյունքը ինչպես կսրբի, աչքից կհանի արդյունքի պատճառը։ Այսինքն դարձ չի լինի, ասած ասած վիշտ ու ցավ չի լինի, որի պատճառով մարդը լացելու կարիք ունենա։ Ամեն լացելու պատճառները Աստված վերցնելու է։ Մահ չի լինելու, հիվանդություն չի լինելու, փառք Աստծո մինչև հավիտյան իր շնորհքի։ Շնորհքը Աստծուց տրված ձրի բարիք է, որը կախում չունի մարդու գործերից, արժանիքներից եւ ազգությունից։ Ողջ տիեզերքը Աստծո շնորհքի հաշվին է ապրում, իսկ նրա հավիտենական շնորհները տրվում են միայն այն մարդկանց, ովքեր հավատում են Աստծո որդի Հիսուս Քրիստոսին, եւ այդ շնորհքը մարդը կարող է պահել նրան հնազանդվելով։